Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի են եղել տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, թե ոչ, եւ եթե հա, մանրամասները ձեզ հայտնի են, թե ոչ, եւ չէ, երկրորդ հարցը չի, ենթահարցը։ Դուք երբ եք քրիստոնեությունը ընդունել, ինչու է այս հարցը առաջանում, որովհետեւ դուք շուրջ 1 ամիս առաջ է, որ սկսել եք այս եկեղեցին մաքրելու գործընթացը, եւ եթե քրիստոնյան տեսնում է, որ եկեղեցում խնդիր կա, պետք է չնայի լրագրող է, падգամավոր է, վարչապետ է, պետք է շտապ քայլեր ձեռնարկի, բայց որ դուք այս վերջում եք սկսել այս գործընթացը, հարցեր են առաջանում, ինչու այս փուլում։ Գիտեք, ես նաև Մինսկից ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ այս հարցի վերաբերյալ իմ դիտարկումները, իմ կարծիքները, դիրքորոշումները ես սկսել եմ արտահայտել շատ վաղուց իմ լրագրող եղած տարիներին, եւ եթե ձեզ հետաքրքիր լինի, կտեսնեք, որ այդ թեմայով տասնյակ հոդվածներ եմ գրել, անդրադարձել եմ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ նաեւ ուղիղ ու անկեղծ ուզում եմ ասեմ, ինչքան էլ դա ես հասկանում եմ, որ մի մասին միամիտ կթվա, իսկ մյուս մասին կթվա ոչ իրական, ես երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետեւ ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ես հիմա հասկանում եմ իհարկե, որ սա մի քիչ տարօրինակ է հնչում այդ առումով, բայց այն պահից, երբ որ ինձ համար այդ փաստերը եղել են հավատացելի, ես հասկացել եմ, որ չեմ կարող որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը։ Ես վարչապետի ինչ լծակ եմ օգտագործել, այդ ներողություն, այդ էջը ես բացել եմ 2011 թվականին։ Հետևորդ չունեիք մինչև 2010 թվականը։ Բայց ինչ կապ ունի։ Մինչև 18 ձեզ հետևում են որպես վարչապետի, ոչ որպես լսեք, դա իմ անձնական էջն է եւ ես իմ կարծիքները կիսում եմ, այդ թվում որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ։ Ինչ խնդիր կա։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, դուք ասացիք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի, բայց ըստ էության հնչող ազդակները եւ տեղ ունեցող զարգացումները դրանց չեն բերում։ Առապացույցն այն կրակոցները, որոնք տեղի ունենում Ադրբեջանի կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ եւ նաեւ խոսք էր գնացել օրի ու ժամի պայմանավորվածության վերաբերյալ, որը եղել է Հայաստանի առաջարկը եւ Ադրբեջանը մինչեւ հիմա այդ առաջարկությունը չի ընդունել։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը ըստ էության Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում կնքել եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի։ Ես նկատի ունեմ, տեսեք, երբ որ մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը ունի մի առանձնահատկություն, որ մենք հետեւողական, քայլ-քայլ, համբերատար պետք է գնանք այդ ճանապարհով։ Իմիջայլոց ուզում եմ ձեզ հետեւյալը ասեմ, որ եթե նկատել եք, ես վերջին շրջանում ավելի ինտենսիվ եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ կարող եմ ասել, որ միանշանակ ընդգծել, որ միանշանակ եւ աներկբա աջակցությունը։ Հիմա մնացածը խնդիրը հետեւյալն է։ Ես այսօր էլ պատրաստվում եմ ասել եւ գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է, որ այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։
Իսկ գերիների մասով Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարոն վարչապետ ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց է փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։ Ինչ եք կարծում այս անգամ կհաջողեն եւ ձեր վերաբերմունք այս գործընթացին։ Գիտեք, ես ինչ պիտի մեկնաբանեմ։ Ընդդիմությունը իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի, կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն, ես կարծում եմ, որ չի հաջողի։ կարծում եք պատճառներ չկան։ Սամվել Կարապետյանի շուրջ երեկվա իրադարձությունից հետո նաև շատ թեմատիկներ ակնարկում էին, որ սա ուղիղ Ռուսաստանից, այսպես ասած, հրահանգված է։ Դուք եք շարունակում պնդել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այս գործընթացները հենց Կրեմլից են, այսպես ասած, հրահանգում։ Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եւ ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած, բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ բոլոր հնարավորությունները կառավարել այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Հարգելի լրագրողներ, պայմանավորվածության համաձայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մենք ընթացքի մեջ է բնակարանավորման ծրագիրը, աշխատանքի ծրագիրը եւ այլն, սոցիալական առավել խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագիրը, ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանի Հանրապետությունում աշխատանք ունեն, աշխատում են եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնում են իրենց հայրենիքում, իրենց տանը եւ քաղաքացիություն կստանան եւ իրենք վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ։ Շնորհակալ։ Ինչու եք պետության փողերով կրծվել են նոր ազգային շարժումը ֆինանսավորում։